Առավոտ լուսով վիքենդ հաղորդման հերթական եթերի հյուրերն էին դերասան Լևոն Մկրտչյանը և դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը։ Star News-ը հետևեց զրույցին և առանձնացրեց ամենահետաքրքիրը։ Նորաստեղծ ընտանիքի առավոտը սկսվում է նախաճաշով։ Լևոնի խոսքով կինը շատ համեղ է պատրաստում։ Դետոքսային ինչ-որ ֆրեշներ։ Ես էլ սովոր չեմ էդ ամեն ինչին, որովհետև մեր տանը ավանդական, կարագ, պանիր, պոմիդոր։ Էվելինան նշեց. Ուզում ենք առողջ ծնվենք, որովհետև այդ գրաֆիկով աշխատելիս մաքսիմալ քեզ լավ պիտի նայես առաջինը։ Խոսելով զբաղվածությունից և ժամանակի սղությունից Էվելինան պատմեց. Որոշեցինք մեր ամուսնության մեկ ամիսը մոտ օրերը նշեինք և նաև դիտեինք ֆիլմ։ Օրվա ընթացքում շատ ենք աշխատում և հնարավոր չի լինում իրար հետ ժամանց ունենալ։ 3 փոքրիկ առիթ էր։ Էվելինա Ստեփանյանը հարցազրույցներում հաճախ է նշում Լևոնի խանդոտ լինելու մասին։ Այս հարցազրույցը ևս բացառություն չէր։ Երբեմն Լևոնի կողմից արգելքներ լինում են։ Ինքը մի քիչ խանդոտ տղամարդ ա։ Ես էլ իբրև դերասանուհի շատ պահպանողական եմ։ Գիտեմ իմ չափը։ Գիտեմ ինչ պիտի անեմ, գիտեմ ինձ հարմար ա, հարմար չի։ Մենք շփվում ենք ավելի շատ որպես ընկերներ, իբրև ամուսիններ։ Եվ ոչ թե դերասաններ, դերասան-ամուսիններ։ Զույգը վերջին շրջանում եղել էր նաև Life-room հաղորդման հյուրը։ Ներկայացնենք հարցազրույցից մի փոքրիկ հատված։ 7 տարի ընկերությունից հետո զույգը մի տարի առաջ ծախսավորվել է, ինչը Լևոնի խոսքով տուն գնելու նպատակով է եղել, այժմ արդեն պատրաստվում են ամուսնության։ Երբ Լևոնի և Էվելինայի համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, մարդիկ շնորհավորելու փոխարեն սկսեցին բացասական մեկնաբանություններ գրել։ Ինչպիսի անդրադարձ ունեցավ սա Էվելինայի վրա։ Ես ու Լևոնը հենց սկզբից որոշել էինք չերևալ հանրության առաջ, բայց հետո հասկացանք, որ անիմաստ ա։ Շուտով լինելու է հարսանիք, ունենալու ենք բազմաթիվ հյուրեր և բոլորին կառավարել դժվար կլինի։ Որոշեցինք ավելի լավ է մեզանից իմանան։ Այս իրադարձությունը սկզբից մինչև վերջ ուսումնասիրելով դիտարկումներ ունեմ։ Առաջին հերթին Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, բնական է, երբ իրեն պիտի սիրահարվեն։ Պիտի պատկերացնեն իրենց աղջիկներին Լևոնի կողքին, դեռահասների համար դառնա իդեալ և այլն և այլն։ Հասկանում եմ նաև մարդկանց կտրուկ վերաբերմունքն իմ անձի շուրջ, որովհետև իրենք ունեին համոզմունքներ։ Որևէ մեկը իրեն էր պատկերացնում Լևոնի կողքին, մտածում էր եթե ինքը չէ, գոնե իր պատկերացրած մի աղջիկ։ Մեկը բաց մազերով, մեկը մի քիչ գեր, մեկը ցածրահասակ, մեկը ավելի սիրուն, քան ես եմ։ Գալիս է Էվան, ազգությամբ հայ եմ, բայց գուցե մի քիչ արտասովոր արտաքին ունեմ։ Իրենց համար և բնականաբար դա պիտի շարժի իրենց զայրույթը։ Բացասական գռեհկագույն խոսույթով մարդիկ ոչ այնքան երջանիկ են կամ գուցեև դժբախտ են։ Մասնագիտական հարցում ունեցած հիասթափության մասին խոսելով Լևոնը նշեց. Մի բան հետ էր պահում, ներքին զգացողություն, չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի ժամանակահատված ա եղել հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել էդ ոլորտի, էդ մասնագիտության մարդկանց հետ մի վայրում։ Ռոզին ունի իր անձնական կյանքը, Լևոնը իր։ Էկրանից մարդիկ շատ սիրեցին Հենրի Անգելինա զույգը։ Խանդում է արդյոք Էվան։ Իմ դեպքում նորմալ ա, մի քանի հանգամանք ա նպաստում չխանդելուն, ես առհասարակ խանդոտ չեմ։ Եվ ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ։ Երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդում ա, ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև այսօր չի նայել, որովհետև խանդում ա։ Լևոնը խանդի պատճառի մասին խոսելով ասաց. Ես շատ եմ վստահում Էվային, էդ չի խնդիրը միանշանակ, գիտեմ, որ ինձ շատ ա սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիր, ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչը վերաբերվում ա իմ կնոջը, լինելով ինքս տղա, ինչ-որ դեպքերում հասկանում եմ, որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ-շուտ կարում են հատեն։ Ես չեմ վստահում էդ մարդուն, որ իրա կողքով անցնում ա։ Որպես տղամարդ նայում եմ, եթե ինքը իմ կնոջ կողքին ա, իմ թշնամին ա։ Զույգի համար կարևոր կետ էր ունենալ տուն, նոր ամուսնանալ, ինչու են այդքան կարևորում առանձին ապրելը։ Լևոնի համար, երբ ընտանիքը կազմավորվում է, տղայի և աղջկա միջև խանգարող ոչինչ չպիտի լինի։ Ես պիտի նկատեմ օրինակի համար փոշիկա և ասեմ Էվ կախի չես մաքրել։ Մամաս չասի և իրանց մեջ կռիվ լինի։ Ինքը կարա համով բան չսարքի ու ես չուզենամ ուտեմ։ Եվ դրանից իմ մաման չպետք ա նեղվի։ Էվան խոսեց իր և Լևոնի մայրիկի հարաբերություններից։ Ինքը բացառիկ մարդ ա, իմ ընկերն ա։ Ազգությամբ հայ չի և ունի այլ մտածելակերպ։
Առաջին մարդկանցից է եղել, որ ասել է պետք է մենակ ապրենք։ Ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով պատրաստ էի ապրել իրենց տանը։ Ինձ համար պրինցիպիալ չի եղել այդ թեման, բայց առաջին հերթին Լևոնի մաման ասել է չէ։ Հարցազրույցներից սիրով առանձնացրել էինք այսքանը։ Այժմ Էվելինայի ինստագրամյան հարթակից օրովակներ, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Փորձելու ենք պանրախաշ, Գյումրվա պանրախաշ, ինձ շատ են խորհուրդ տվել, համեցեք։ Տեսնենք, օ լալա, դե հա։ Hello, mama. Մի օր մի հատ ծեծե եմ մոտեցել ինձ, ասում է Ազիզյան, այդ մակիաժը տով է անում, իրան փոխի, քեզ գեշացնում է, չի կարողանում լավ անի, նորմալ ճաշակով, մակարդակով։ Դե քանի որ ես շատ երկար սպասել էի իր բովանդակալից կարծիքին, մտածում եմ ինքս ինձ ումով փոխարինեմ ամեն օր լավ ում մոտ գնամ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն խնայում իրենց ժամանակը, զանգում են ինձ ու ասում են ջերմ, տաք, դրական, գրկող խոսքեր, ոգևորող խոսքեր։ Ինձ համար շատ կարևոր է ձեր յուրաքանչյուր կարծիք, ձեր յուրաքանչյուր արտահայտած միտք իմ աշխատանքի վերաբերյալ սիրելի ռադիոլսողներ։ Եթե անգամ կլինեն քննադատություններ, ես իրով պատրաստ եմ լսել նաև ձեր քննադատությունները։ Ուզում եմ ձեր ուղարկած դրական էներգիան ձեզ կրկնակի քառակի անգամ հետ վերադարձնել։ Շատ շնորհակալ եմ այսչափ ոգևորելու եւ այսչափ ուշադիր լինելու համար։ Բարի օր բոլորին, ես արդեն կարելի ասել հասնում եմ աշխատանքի։ Այսօր ռադիո Ավրորայի ուղիղ եթերում ինձ համար լինելու է պրեմիերա։ Ես մենակ վարելու եմ բարի երեկո Երևանը, Իվանը ինձ հետ չի լինելու, չի օգնելու, բավականին պատասխանատու է, շատ հուզված եմ այդ արդիվ, բայց նաև դրական եմ տրամադրված, վստահ եմ, որ ձեզ հետ միասին կհաղթահարեմ այդ իմ վախերը, հուզմունքը։ Դե ուղիղ եթերում աշխատելը շատ ծանր է, բայց միաժամանակ աննկարագրելի հաճելի է։ Այսօր քննարկելու ենք շատ թեժ թեմա, ճակերտները չեն բացի նախապես, բայց սպասելու եմ ձեր ակտիվ զանգերին, այնպես որ զինվեք, պատրաստվեք, 21:00-ին բարի երեկո Երևանի շրջանակներում կհանդիպենք։